Այսօր կեսօրին Լեռնային Ղարաբաղի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրփուի Արզումանյանը հայտարարեց, որ հանրաքվեն կայացած է, որովհետև մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ավելի քան 76%-ը եւ կողմ է արտահայտվել ավելի քան 87%-ը։ Ձեր ներկայացրած ձեր ղեկավարած քաղաքական ուժը դեմ էր սահմանադրական այս փոփոխություններին։ Տիկին Արզումանյանը նաև նշեց, որ որևէ ընտրախախտման հետ կապված գրավոր դիմում չի եղել։ Դուք ինչ գնահատական կտաք հանրաքվեն ինչպես անցավ։ Այո, մենք ունեցել ենք հանձնաժողովի անդամներ Ստեփանակերտ քաղաքում եւ որևէ գրավոր դիմում խախտումների մասին չենք ունեցել մեր հանձնաժողովի անդամների կողմից, սակայն Արցախում ստեղծվել է մի մթնոլորտ, երբ ընտրությունների արդյունքներում շուտով կունենանք այլևս խախտումներ չենք ունենա եւ կառավարող ուժերը կունենան մոտավորապես 95-96, այս անգամ 87-88% էր, մյուս անգամ միգուցե 92-95% արդյունք, չնայած կլինի բազմաթիվ ուժերի մասնակցություն, սակայն կառավարող ուժերը, նրանց ներկայացուցիչը կամ դրանց ներկայացած նախագիծը միշտ կհավաքեն այս տոկոսները։ Ցավոք սրտի, այն ճանապարհով, որով գնում է Արցախը, որով այս տարիներին կառավարող էլիտան, այն համակարգը, որը ստեղծել է, բերում է այսպիսի արդյունքների։ Պարոն, դուք բացատրում եք դա այն հանգամանքով, որ միգուցե ընդդիմադիր ուժերը բավականաչափ հեղինակավոր չեն, թե իշխանական ուժերը կիրառում են վարչական լծակներ, միգուցե ֆինանսական լծակներ, օրինակ Հայաստանում նախընտրական այս փուլում լրատվամիջոցներում կարելի է հանդիպել ընտրակաշառքների մասին։ Ոչ, դժվար է այստեղ ընտրակաշառքներ բաժանվեն, դրա կարիք իշխանությունը չունի։ Իշխանությունը ուղղակի կառավարող ուժերը նկատի ունեմ, լայնածավալ օգտագործում է տեղեկատվական բլոկադան ընդդիմության տեսակետների նկատմամբ, լայնածավալ օգտագործում է մանիպուլյացիան տարբեր հարցերի շուրջ, հասարակական կարծիքը ապակողմնորոշելու եւ իհարկե վարչական ռեսուրսը։ Ես նայում եմ թվերը տարբեր բնակավայրերում, գրեթե 100% մասնակցություն եւ գրեթե 100% կողմ։ Անհնար է այսպիսի բան։ Ինչի մասին է դա վկայում, ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ հստակ հրահանգ է իջեցվել տեղերում, հատկապես այն շրջաններում, որոնք ծայրամասային են եւ քիչ են վերահսկվում, այսպես կոչված վերահսկվում ընդդիմության կողմից կամ քիչ են այնտեղ ակտիվությունը քաղաքացիական եւ այլն, բավականին ցածր է, ընդդիմադիր ուժերը սովորաբար մեծ կառույցներ չունեն, կուսակցական եւ այլն, կամ հանձնաժողովներում անդամներ չունեն, սովորաբար դա Հադրութի շրջանն է, Քաշաթաղի, Շահումյանի շրջանն է, այդ շրջաններում ուղղակի փորձել են տարբեր բնակավայրերում 100%-անոց արդյունքներ ապահովել, թե մասնակցության, թե կողմի առումով։ Մենք կարող ենք խոսել ընտրակեղծիքների մասին, կամ ինչ գնահատական դուք։ Գրանցված ընտրակեղծիքների մասին խոսել չենք կարող, որովհետև այդպիսի փաստեր չունենք, բայց զուտ վերլուծությունը թվերի ակնհայտ է դարձնում, որ Արցախում ստեղծվել է մի այնպիսի համակարգ, որ անընդհատ դժվար է լինելու։ Այս մարդիկ, ովքեր գնում են, նույնիսկ ովքեր գնում են քվեարկում, նրանք մեծապես կախված են նվազագույն եկամուտից, որոնք իրենք կարողանում են ստանալ կամ որևէ բյուջետային տեղ աշխատելով կամ ինչ որ պետական, չգիտեմ, աջակցության ծրագրի շրջանակներում եւ այլն, եւ մարդիկ ամբողջովին կախված են այս փոքրիկ եկամուտներից։ Այս Արցախում ռեսուրսները անընդհատ քչանում են, ռեսուրսները անընդհատ կենտրոնանում են մի քանի մարդու ձեռքին, եւ այդ մի քանի մարդն էլ փորձում են այդ փոքր եկամուտներից կախված լինելու հանգամանքը օգտագործել որպես կարևորագույն լծակ ամբողջ ժողովրդին ձեռքի մեջ պահելու եւ ուղղորդելու համար։ Դուք գտնում եք, որ իշխանությունները վարչական ռեսուրս են կիրառում։ Անպայման։ Դուք հաշվի առնելով անցած տարի ձեզ հետ կապված միջադեպը, առևանգում, ծեծ, այս մինչ հանրահավաքային փուլ է, այսպես կոչենք, որևէ ճնշում, որևէ սպառնալիք ձեր կողմնակիցների նկատմամբ եղել է։ Չէ, այդպեսի բաներ չի եղել, ուղղակի
եթե խորհրդանական ընտրություններին բազմաթիվ անձինք ուղղակի մասնակցել են մեր քարոզարշավին, իրենց մասնակցությունն են ունեցել տարբեր մակարդակներում, ապա այս անգամ չնայած էլի այդ կողմնակիցները կան, ես նայում եմ այն բնակավայրերը, որտեղ մենք ձայն ենք ստացել խորհրդանական ընտրություններին, այնտեղ նույնպես ես տեսնում եմ դեմի բավականին մեծ տոկոս, բայց այնուամենայնիվ այդ մարդիկ այլևս հրապարակային մասնակցություն չփորձեցին ունենալ կամ չփորձեցին երևալ, որովհետև կարծում եմ այդ էլի եմ ասում, փոքրիկ եկամուտներից զրկվելու վախ կա, դա Արցախում ամենամեծ վախն է։ Պարոն Կանոմյան, ամռանը հուլիսին հավանաբար ազգային ժողովը ընտրելու է անցումային փուլի նախագահ, ընդդիմադիր ուժերը միգուցե ազգային վերածնունդ կուսակցությունը, որի ղեկավարը դուք եք, մտադիր են արդյոք մասնակցել այդ ընտրություններին, առաջադրել իրենց թեկնածուն կամ թեկնածուներին։ Մենք կսպասենք այլ ընդդիմադիր ուժերի առաջադրելիք թեկնածուներին։ Մեր ունեցած թեկնածունները այն մարդիկ, ովքեր կուսակցության մեջ ղեկավար պաշտոններ են զբաղեցնում, չեն համապատասխանում նախագահին վերագրվող ցենզը, տարիքային եւ այլն։ Հետեւաբար մենք վստահաբար չասեմ, բայց հավանաբար մենք թեկնածու չենք առաջադրի։ Ուղղակի ես համոզված եմ, որ հայրենիք եւ ժողովրդավարություն խմբակցությունները կառաջադրեն գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը։ Մտադիր եք արդյոք ընդդիմադիր դաշինք ձևավորել։ Եթե ընդդիմադիր այլ թեկնածու լինի, պարտադիր կսատարենք իրեն, եթե չի լինի ընդդիմադիր թեկնածու, բնականաբար դեմ կքվեարկենք Բակո Սահակյանի թեկնածությանը, եթե նա լինի, ես վստահ եմ, որ կլինի։ Պարոն Ղանոմյան, այսօր վերջին հարցը, այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր տիկնոջը Իվան Ալիևային նշանակեց այդ երկրի առաջին փոխնախագահ։ Դուք այստեղ Ստեփանակերտում ինչ եք մտածում այդ նշանակման հետ կապված, ինչ արձագանք ունեք։ Չգիտեմ, շնորհավորում եմ ադրբեջանցիներին։ Չգիտեմ, իրոք սա կատակով, բայց ես չեմ ուզում ինչ որ ձևով կապել Ադրբեջանի հետ, չգիտեմ։ Մենք անընդհատ նայում ենք Ադրբեջանին, անընդհատ նայում ենք Բաքվին, հա։ Սա սարսափելի բան է։ Մենք անընդհատ փորձում ենք համատականներ գտնել մի ավտորիտար երկրի հետ եւ տխրում ենք, որ մեր ու նրանց արդյունքները սահմանադրական փոփոխություններին գրեթե նույնն են տոկոսային առումով եւ ուրախանում ենք, որ նրանք ավտորիտարիզմի ճանապարհով գնալիս մի քայլ ավելի արեցին դեպի կատարյալ, չգիտեմ, ընտանապետություն, ընտանիքապետություն կամ կատարյալ ավտորիտարիզմ կամ կատարյալ չգիտեմ ինչ, բայց սա անառողջ երևույթ է։ Ես կուզեի, որ մենք համեմատենք բոլորովին ուրիշ երկրների հետ։ Այն երկրների, ովքեր կարողացել են ստեղծել ավելի ներառական համակարգեր, ինստիտուտներ, ովքեր կարողացել են ստեղծել ավելի արդյունավետ կառավարման մոդելներ, ավելի արդյունավետ պետություն, ավելի բարեկեցիկ հասարակություն, ավելի ուժեղ քաղաքացիական վերահսկողություն իշխանությունների նկատմամբ, ավելի մրցակցային տնտեսություն, մրցակցային քաղաքական դաշտ եւ այլն։ Մեր տեսլականը դա է եւ Ադրբեջանին Իլհամ Ալիևին կամ Մեհրիբան Ալիևին լուսաբանես ուղղակի այդ անունները լսելիս ուղղակի ծիծաղ է առաջանում։ Ես չէի ուզենա, որ Արցախում նույնպես նմանատիպ համակարգ ձևավորվեր։ Դուք նման վտանգ տեսնում եք։ Այս փոփոխությունից հետո այո տեսնում եմ։ Շնորհակալություն հարցազրույցի համար։